Հաշտեցում Թուրքիայի հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորում, ժողովրդավարության ամրապնդում եւ պայքար կոռուպցիայի դեմ սրանք են լինելու Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրված Ռիչարդ Միլզի առաջնահերթությունները պաշտոնավարման ընթացքում։ Հայաստանի նկատմամբ մեր քաղաքականության նպատակները շատ հստակ են՝ ազատ եւ բարգավաճ Հայաստան, որ խաղաղ համակեցության մեջ կգտնվի հարևանների հետ։ Այս նպատակի իրագործումը նշանակում է ժողովրդավարության ամրապնդում, պայքար կոռուպցիայի դեմ, տնտեսության ազատականացում։ Այս նպատակին կծառայեն նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես նաև հաշտեցումը հարևան Թուրքիայի հետ։ Միլզի խոսքով, սակայն, Վաշինգտոնում առանձնապես ոգևորված չեն արտաքին քաղաքականային կուրսից, որ վերջին շրջանում որդեգրել է պաշտոնական Երևանը։ Մենք հստակորեն նշել ենք, որ Հայաստանի կողմից կայացված մի շարք վերջին որոշումներ, ինչպես օրինակ ՄԱԿ-ում Ռուսաստանի հետ համատեղ քվեարկությունն ընդդեմ Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության, ինչի արդյունքում Հայաստանը հակասության մեջ հայտնվեց միջազգային հանրության ճնշող մեծամասնության հետ, հիասթափություն են պատճառել մեզ։ Չնայած դրան, ամերիկյան կառավարության Հայաստանի հետ սերտ երկկողմ հարաբերություններ ունենալու հաստատակամությունը մնում է անփոփոխ։ Հայաստանի 2013-ի սեպտեմբերին կայացրած որոշումը դադարեցնել բանակցությունները Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ եւ մաս կազմել Ռուսաստանի կողմից առաջնորդվող Եվրասիական տնտեսական միությանը մեկ անգամ եւս ընդգծում են Հայաստանի տարածաշրջանային մեկուսացման նվազեցման, ինչպես նաև այդ երկրի տնտեսական եւ անվտանգության համակարգերի ամրապնդման կարեւորությունը։ Այս խնդրի լուծման դեպքում Հայաստանն ավելի մեծ հնարավորություն կստանա տնտեսական եւ անվտանգության ոլորտներում հարաբերություններ հաստատել ոչ միայն Ռուսաստանի, այլև գործընկերների շատ ավելի լայն շրջանակի, այդ թվում անմիջական հարևանների, Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ, նշում է Միլզը հատուկ ընդգծելով։ Հայաստանի կողմից այս որոշումը կայացնելուց ի վեր մենք ընդգծել ենք, որ տնտեսական հարաբերությունների սերտացումը Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ կարող է փոխլրացնել Հայաստանի ապագա անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։ Հարկ է նկատել, որ երեք կայացած լսումների ժամանակ իր բացման խոսքում ամերիկացի դիվանագետն անհամեմատ ավելի հանգամանորեն անդրադառնում էր հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին, քան Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Այս տարի լրանում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունների ստորագրման 5-րդ տարին։ Մենք շարունակում ենք ընդգծել այս արձանագրությունների վերջնական վավերացման կարեւորությունն առանց որևէ նախապայմանի կամ դրանց շահկապման այլ խնդիրներին։ Հստակ է, որ առաջընթացի պատասխանատվությունը թուրքական կառավարության ուսերին է։ Բնական է, որ Սենատում կազմակերպված այս լսումների ժամանակ ամերիկացի դիվանագետը չէր կարող շրջանցել նաև հայոց ցեղասպանության առաջիկա 100-ամյակը։ Նա սակայն հավատարիմ մնաց իր նախորդների փորձին, գերադասելով չարտաբերել ցեղասպանություն բառն ընդհանրապես։ Միացյալ Նահանգներն ու աշխարհը հաջորդ տարի համերաշխություն կցուցաբերեն հայ ժողովրդի հետ, նշելով 20-րդ դարի վատթարագույն ոճրագործություններից մեկի 100-ամյակը, երբ 1.5 միլիոն հայեր ենթարկվեցին կոտորածի կամ առաջնորդվեցին դեպի մահ Օսմանյան կայսրության անկման շրջանում։ Այս ողբերգական տարելիցին ընդառաջ շատ կարևոր է, որպեսզի Թուրքիան համագործակցի Հայաստանի հետ հասնելու համար փաստերի արդարացի, համապարփակ եւ անկեղծ ճանաչման։